Վարդան Ղուկասյանի «Դոկի բանտարկությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի խաղաքարերը խառնել է իրար»։ Շրջանառվող լուրերի համաձայն, Դոկին կալանքի տակ պահելը խիստ անհանգստացնում է հատկապես ընդդիմադիր ուժերին, ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանին եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն Դոկին մեկուսացնելը ձեռնտու էր միայն Նիկոլին, հիմա մեկնաբանենք թե ինչու։ Դոկը չունենալով անցած ճանապարհ, չունենալով քաղաքական թիմ, նրա բլոկերության արդյունքում հավաքված մարդիկ պարբերաբար դավաճանում են Դոկին կամ գոնե դավաճանում իրենց։ Այդ իսկ պատճառով նա չի կարող ունենալ թիմ հասկացությունը։ Եթե խոսենք փաստերով, եկեք հիշենք Դոկի գործունեության ամենավառ հատվածը, երբ նա կարողացավ մի քանի հոգի անցկացնել ընտրությունների արդյունքում Երևանի քաղաքապետարան, եւ հաջորդ օրվանից սկսեց շանտաժ անելու միջոցով բոլոր իր ավագանիներից պահանջել մանդատ վայր դնել։ Այլապես նա կմտնի իր իսկ խոսքերով ասած նրանց ընտանիքներ, ու նամանավանդ կսկսի պղծել նրանց ընտանիքների անչափահաս երեխաներին։ Ինչ խոսք, այդ մարդկանց թվում եղան նաև անինքնասերներ, որոնք մինչ այսօր պայքարում են Դոկի ազատության համար, մոռանալով, որ այդ երևույթը սպառնում էր մանդատ վայր չդնելու դեպքում համացանցով վարկաբեկել իր երեխային եւ նրա խոշոր կրծքերը պարբերաբար կհայտնվեն նրա թիրախում։ Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը լավ հասկանալով, որ Դոկը, ինչպես ասացինք, չունենալով քաղաքական թիմ, չունենալով քաղաքական անցյալ, ընդամենը իր հայհոյանքների արդյունքում կարողանում է գերել միայն իր զոմբի ընտրազանգվածի սրտերը եւ փախցնում է իր ընտրազոմբիներին, նա հանձնարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, ամեն ինչ անել Դոկին Հայաստան բերելու գործընթացն ապահովելու համար։ Վատագույն դեպքում նրան կալանքի տակ պահել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մինչև 2026 թվականի ընտրությունները։ Այդ քայլով Նիկոլ Փաշինյանը հետ է բերում իր կորցրած ընտրազոմբի հատվածին, որոնք ժամանակին գոռում էին Նիկոլ Հիսուս, իսկ Դոկի հայհոյանքներից գերված սկսել էին գոռալ Դոկ Հիսուս։ Եվ նրա մեկուսացումից Նիկոլը հայտնվում է շահեկան վիճակում, իսկ ընդդիմադիր դաշտում առաջանում են խնդիրներ։ Քանի որ թե Սերժ Սարգսյանը, թե հատկապես Նիկոլի ահ ու սարսափ հանդիսացող Ռոբերտ Քոչարյանը քաջ գիտակցում են, որ Նիկոլի եւ Դոկի ընտրազանգվածը իրենցը չի կարող լինել, երկու նախագահների դեպքում էլ նրանց ընտրազանգվածը հստակ է, այսինքն սկզբունքային մտածող է վանգոտրում։